կհիշեք, մեր մոտ էլ սրանից կար, հետաքրքիր էր նույն մարդիկ են, թե ուրիշ, նույնն է, բայց նոր տեսականի ունեն, այստեղ ավելի շատ տեսականի ունեմ ոնց որ թե տեսնենք ինչեր ունեն։ Աղջիկներից ասում էին, որ շատ եմ քանդրտում, սենց տեսականին դնում եմ, բայց համարները խառը համարներ է ու պետքա որ այսպես եմ անում, նայում եմ համարները, ենթադրենք հետ եմ դնում տեղը։ Այդ մասը կարող է դուք չտեսնեք, հետ դնելու տեղը, բայց եթե համարները խառն են, բնականաբար իմ համարը ուզելու համար պետքա նայեմ, էլի, որ գտնեմ ունեն թե չէ այդ չափսերը տենց հերթով չեն դնում, բայց ոնց որ թե տենց բան չկա, հետաքրքիր։ Սրանք թրուսիկներ են, 300 ինչ արժեն, գինեգրած չի, 300 ռուպի, հա, սրա գինն է թե չի, ոնց որ 300 արժե։ Այս նորացիների համար երևի չափսերը տարբեր են, ասիրա սիրուն է, մեկը փորիկներով, 100 ռուպի արժեն, բոլորը, այս փորիկները լավներ։ Այս մինիմալիսն է, ասիլ է լավը։ Hello Kitty-ին։ Կոլումբիա կուրտկաներն են, սրանք շատ լավ ֆիրմա են, արժեքը 500 ռուպի արժի, տղա երեխաների համար, կուրտկաներ են, այս ֆիրման լավն է, շատ ճանաչված է, բայց ալեքսիս կուրտկա պետք չի, աղջիկների համար էլ ունեն, սնչը, ֆիրմա է, չէ, ինչ-որ ֆիրմա չի, սպես վատը չէր։ Ալեքսի համար այսա շատ հավանեցի, 7 տարեկանից չունեն, 8-ի ունեն, մի քիչ կաղա երկարոտ լինի, մի քիչ, էլի քիչ, բայց 6-ը փոքր կլինի, բայց 8-ն էլ բան է, ասենց որան լաքա է, կաղա լվանամ չանցնի էլ։ Տեսնենք ուրիշ էլ ինչ ունեն, որ կարելի է ավերցնել։ Գները իսկականից լավ հարմար գներ են ստեղին է։ Այս վատը չի։ Այս էլ վատը չի։ Հարյուր 10-ը փոքր է, տեսնենք 7 տարեկանի ունեն սրանից։ Ուղղակի մանգալու, չէ, ինչ-որ կոնկրետ ոչ մի բան չունեի, գնելու ոչ մի բան չունեի անելու, տանը որ չմնամ, բայց աղջիկ երեխայի շորեր որ տեսնում եմ, ինձ կորցնում եմ, չեմ կարում, են խոսինում են թիթիզ, բոն, չէ, այստեղ էլ հայթակության մեջ դիմացը, չգիտեմ էլ ոնց եմ տանելու, բայց թե, դες չի։ Ստեղից մի հատ էլ ներքև մի հատ խանութ կա, ճիշտն ասած, հագուստի, ես այդ հագուստի խանութում երբևէ չեմ եղել, բայց ասում են էլի լավ խանութ է, որպես հնդկական, ոնց որ եվրոպական նորաձևությանն են հետևում ու իրան շորերն են ոնց որ թե վատը չեն, ուզում եմ գնամ, հնդկական ջինսերն են շատ լավ որակով, եթե լավ լինում է, փորձում եմ գնել, տեսնենք, այդտեղ լավ ջինսեր ասում են թե կան։ Ես առաջին անգամ եմ լինելու, իմ հնդիկ ընկերներից են ասել, խորհուրդ տվել, որ այդ խանութը գնամ, տեսնենք։ Գլուխը կախե գնում այն շունը, լավա տորմուզ տվեց մենք գնամ։ Հիմա էլ հետ է
բրենդը հնդկական արտադրության հիմնական տղամարդկանց համար նախատեսած ոնց որ թե շորեր են։ Ես դեռ պետքա շարունակեմ ընկերներ։ Մի քիչ էլ աներքևում է մյուս խանութը։ Սա ոնց որ թե Trend։ Ինչ սիգնալ տալիս է, որ ես ձեզնից հեռի եմ։ Այստեղ է ուզում գալ։ Ռուսեկով, բայց մատիրոլը 1000 ռուպի արժի 999։ Մատիրոլ մի քիչ չորոտ է։ Ձևը ռուսեկով, բայց լայքի կշանակեմ, բայց մեկը իմ չափը չկա։ Պատկերացնում է, այդքան է լավ չնստեց, մի քիչ ես պետք է լավ նիհար լինես, մի քիչ ավելի բոյով սիրուն լինի, բայց գույնը լավն է, այս աշխատանքն էլ էր սիրուն ոտքի վրա է ու հավես բանա, լինն է, մյուշկավինա է թեթև, որակն էլ լավ է, բայց դե մի քիչ հարկավոր է նիհարել ընկերներ։ Սուպերմարկետ է, ես չգիտեմ որտեղ սուպերմարկետ կա, եթե քայլելով չկայի, չէ էլ իմանա այդպես է։ Տեսնենք ինչ նորություններ ունեն հեչ։ Ոնց որ թե մատչելի է, այս ճաշերի համար որ օգտագործում, բայց այս ֆիրմայից չեմ օգտագործել ոչ մի անգամ, 500 ռուպի արժի, ֆիգարներն էլ 729 մեծ չափը, բայց թե փոքր, 500 միլիոն մեծ չափը փոքր է, բայց ոնց որ է ժանը ավելի, քան որ ես եմ գնում, շատ նման է դիմարդին, այդ խանութը չի, բայց ուրիշ խանութ է, բայց լիքը խարխշտիկ բաներ կան, ինչ պետք է անհրաժեշտ է կարած գտնես։ Ինչ որ պետք է ունեն, ամեն ինչ։ Ես եկատուն սուրճս արդեն ինձ է սպասում, թողել է այսպես կիսատ ու գնացել էի։ Մի քիչ կադրը մութ է ինձ թվում, այն չեք կարծում, ընկերներ ջան։ Տեսնեմ ոնց կարամ բացացնեմ խանութեր, տեսակ ոտքով գնացի, հայտնաբերեցի նոր խանութ, որտեղից կարելի է գնել տնտեսական ապրանքներ, ուտելիքներ էլ կային, պեչենիներ, մի խոսքով տենց բաներ, բանջարեղեն ունեին, վարունգ լոլիկը լավը չէր, դրա համար չվերցրի, մեր խանութին ավելի լավն է, բայց շատ հարմար գնով ունեին ափսե լվալու հեղուկ, այն ինչը որ ինձ պետք էր, ինչքան է, սրա գինը 340, չէ 226 է պետք է լինի, 1.5 լիտրանոցն է 160, ինչքան վճարեցի ես էր կտրոնը, 170 ռուպի եմ վճարել սրան, մի 50 ռուպի էժան է գալիս, ինչևէ, և վերցրի ոսպ, այսինքն վաղ կպատրաստեմ ոսպով ապուր, այս սրա համար ուրախ եմ, ոնց որ վաղվա ճաշի հարցն էլ կարգավորվեց, երկար ժամանակա ոչ մի բան չի պատրաստել, այստեղից ստացել են ու որ գալիս էի, այդտեղ հաճախակի ստանում են նորություններ, երեխեք փաստորեն, ես մտածում էի չեն ստանում, բայց գնացի տեսա, որ նորություններ ունեին, ուրեմն, Ալեքսիս համար վերցրել եմ մի հատ սենց մայկա, դինոզավրի գլուխը սենց բարձվում, փակվում է, ինձ թվում է շատ կուրախանանք այս մայկայից, գներ այնքան մատչելի են, ասել եմ չէ 150 ռուպի եմ վճարում հատին սենց, բայց ասեց այն մյուս խանութը գնա ավելի լավ բաներ կգտնես, տեսնենք, մի հատ էլ սենց, սրա այս գալուբոյ գույնը իրան շատ է սազում, գույնի համար, սա այսպես, բնականաբար չդիմացա գայթակղությանը և վիկայիս համար գնեցի մի հատ էլ շորիկ, սենց, պապոտրոլով ինքը ամբողջությամբ մայկա է, բամբակ է,
Սենց ամառը սիրուն կհակնի կվազվզի։ Ես իրականում միշտ այդպես եմ անում, երբևէ երևի թե շատ չեմ ասել, միշտ Հայաստան գնալուց առաջ տարվա կտրվածքով ինձ, ասենք ոնց էլ չլինի, գիտեմ ընտանիքիս անդամներին ինչ պետք կլինի։ Այդպես որ հարմար բաներ տեսնում եմ, միշտ առնում եմ, դնում եմ մի կողմ ու գնալուց արդեն տենց չեմ խառնվում էլ, որ գնամ նվերներ առնելու, սենց, նենց, որովհետև նախ չգիտեմ ինչ սեզոնա լինելու, ոնց է լինելու ու տարբեր սեզոնի վերցնում եմ, տարվա մեջ մի անգամ եմ գնում Հայաստան, այդպես բոլորի համար նախընտրում եմ, որ այդպես անեմ։ Նույնն էլ իմ աղջկա համար սենց գնում եմ, մի քիչ մեծ եմ չափսերը վերցնում, որովհետև ավելի լավ է մեծ լինի, քան տանեմ հասցնեմ փոքր լինի։ Մի քիչ մեծոտ է, մեծոտ ասելով սիրունա, ինքից մի քիչ երկար կլինի, ինքը բոյով աղջիկ է։ Դրա համար տենց շատ մեծ էլ չի էլի, բայց այս Paw-Patrol-ի հերոսուհուն ինքը շատ է սիրում ու համոզված եմ, որ մեծ ուրախությամբ կհագնի, ես էլ իր համար սենց։ Իհարկե ցավալին է նա այս պայդրությամբ, որ չգիտեմ, ստեղից ես գնալու եմ Բելգիա մի անգամից, թե կարող գնամ Հայաստան, ինչ կանեմ, ոնց կանեմ, չեմ իմանում։ Դրա համար Բելգիա գնալուց ոնց որ պիտի տանեմ մի հատ Բելգիա, հետո Բելգիայից էլ հետո նոր տանեմ ուր տանեմ Հայաստան։ Կտեսնեմ ոնց կլինի, ուղարկելու մտածում եմ գուցե ուղարկեմ, ինչ որ ուղարկեմ, վերջում տեսնեմ ոնց է լինում։ Միայն այդ է էլի, որ շատ չհավաքեմ էլ գլխիս շատ, սենց որ մտածում եմ մի կտոր է, բայց արդեն մի քանի բան էլ գիտեք, ընթացքում գնել եմ, ձեզ հետ կիսվել եմ, ցույց եմ տվել, այս շորը արժեր 200 ռուփի ընդամենը, 200 ռուփին մոտապես $2, 700 դրամ, 700 դրամով Հայաստանում հաստատ սենց շորիկ չեք գնի, չեմ կարծում, ասեք տեսնեմ, կարելի է գնել 700 դրամով սենց շոր, 150 ռուփի էլ մայկաներն են, $1.5, այսինքն եթե $1 400 դրամ հաշվենք, մի 550-600 դրամ էլի սենց մայկաները, չգիտեմ, բամբակեն ամեն դեպքում իրանք ֆիրմային շորեր են։ Մինիստ Բելգիայում սենց, ասենք Primark-ինը, եթե ամենամատչելին է, Primark-ինը ինչքան է, մի 3.5-4 եվրո կլինի։ Հիմիկվա գները չեմ իմանում, բայց 3.5 եվրո հաստատ կլինի նախորդ տարվա գներով։ Հիմա երևի ամեն տարի գները բարձրանում են։ Այսքան ընկերներ ջան, մի հատ արագ ափսեները լվանամ ու հեսա Ալեքսին դիմավորելու ժամանակն է լինելու, Ալեքսին դիմավորեք, կգահամ էլ շորերը կտեսնի, կուրախանա, կհակնի, կթրվռա։ Այսքան ընկերներ։ Ինչ սկսել են ես տեսնում եք ես շիթը ավազի փոշու համստեղ են քանդում, համնդեղ են քանդում, համեն կողմից են քանդում, ահա որ աղակի ու ես ամենը սենց լցվում ավախելն եմ տանը պատուհան բացեմ, այստեղ ինչ բանա դուրս գալիս ու մի 10 հատ ավտո էլ աշխատում է, հսկական շնորհակալություն են սկսել այս մարդիկ, բայց ոնց որ մեր համար լավ չի էլի, ինչ-որ փակ էին գոնե, որ ինչ-որ մի բան անեին, ջրեին, բայց ոչ։ Ուրում բոլես, ինչ ակ ասես իմանանք։ Yellow belt. Yellow belt, այսօր Ալեքսս։ That time my white belt, now I yellow. Now you have a yellow belt. Wow, congratulations. Ալեքսս կարատեի է հաճախում, գիտեիք այսօր իրա քննություն չէ, ոնց են անում, էգզամներ, հա, քննություն է գալիս, մի խոսքով այսօր դեղին գոտի ստացել իմ տղեն, I'm so proud of you, my love. Հեշտ էր? Only a few more. Հա, մերնեմ քո հայ։ After Gator Tonino, we done. It's only a few pencils and that. Վախի մարև, մի խոսքով շատ ուրախատղ ես, ասա իրա դիպլոմն է։
Rank of 7th Q yellow belt. Congratulations again, Oliver. Kurahanako yellow belt. Oh, Vimarev, It's my pattern. Իսկ սպիտակ գոտին ինչ են արել իրանց են վերցրել? No. Չէ, տվել են, հա? Սպիտակներ։ We keep it in the house. We Ահա։ should keep it in the Ու house. սրանից հետո yellow belt-ով ես գնալու, հա, քո համած գեստը։ After yellow belt, orange, then green, then black. Wow, are you going to continue? Oh my god. We have to go to 10th grade. Մինչև 10-րդ դասարան գնալու ես։ I want black belt. Սև belt ես ուզում ունենա։ So we have to go until 10th. Okay, Մարև, համոզված եմ, որ դու կունենաս, հա։ Ստահեի, որ դու հաղթելու ես ու դեղին belt-ով ես գալու։ Դրա համար տանը մի հատ Golden leaf. Ահա։ Տանը մեծ սիրուն բան եմ առել քո համար։ What? Հա։ Ինձ թվում է կհավանաս։ Բանալին տա։ Ասա բանալին կտաս, մամա ջան։ Can you hold this? It's a golden leaf. Golden leaf չի ան։ Hold it. Do not throw it on the floor. Գնա։ Keep this too. Որն ես ավելի շատ հավան։ Monster truck. Monster This truck։ one. What is this? Տունը։ T-Rex. Հա, բայց դու մի հատ գլուխը նայի։ It has a special head. Why? Pokovich, հա, Pokovի է։ Oh, ես չի տեսել որ scratch-ը։ Okay, scratch-ով է։ Որ սիրուն լինի։ Look, we can also make it to be like a buff. Որն ես հակնում ես հակնում թե այն մեկը։ Այդ այլ դե հակնես։ Because we can also do like this. And also like this. Դե արդեն ոնց ուզես դու տենց կանես։ Ես չէի էլ տեսել որը տենց է։ Ես չէի էլ հասկացել որ էսի scratch-ը ինձ թվում էր ուղակի արած So է։ we can see the bones and things. Okay. Daddy hacking. Has been tested in basics, katas, and karate do techniques as required by the syllabus of the Q grading test and has fulfilled the requirements of physical and mental development, hereby promoted to the rank of 7th Q. Whoa, my angel. I'm so proud. Oh, my baby angel. Oh, I'm so proud of you. Կարաս պլյուս կետել ցույց տաս։ Oh, you also have a new t-shirt. Whoa, yeah? You have a new t-shirt too? Oh my God, I gotta go see that t-shirt. Yeah. Whoa, King of the Dinosaurs. Օրվա մեծ հարց է ինձ համար ինչ է տանելու վաղը Ալեքսը լանչին։ Այսօրվա համար այս լանչի համար պատրաստել եմ բազուկով, կարտոֆիլով, ինչ է այստեղ, բազուկ, կարտոֆիլ, ձու, թութուվարունգ, մայոնեզ, սև պղպեղ և աղ, այսքանը գազար չունեի, գազար էլ կարելի էր ավելացնել, իսկ բան չի սիրում ինքը, կարմիր լոբի չի սիրում, որ վինեգրետ այդպես սարքեմ, չնայած այ առանց կարմիր լոբու, այսպես, եթե սոխ եմ ավելացնում, վինեգրետի տարբերակով սիրում է, ինչև է, մայոնեզով այսօր պատրաստեցի, սենց էլ է սիրում, վաղը լինելու է իրա մոտ սալատ, ընկերներ ջան, այս սետ ինչ-որ մի բան էլ կպատրաստեմ, այսպես ընկերներ ջան այսօրվա հարցը կարգավորվեց։ Սենց պոպկորն ես առաջին անգամ եմ գնում, հարկավոր է հենց սամանի մեջ էլ անել, բայց արդեն ձեթը ու աղը մեջը արած է։ Ես պետք է որ կափարիչը փակեմ, տեսնեմ ոնց ինչ գիտեմ ինչ ձեթ է իհարկե օգտագործված։ Սա իմ կյանքում պատահած ամենատարօրինակ պոպկորններ, սրանք չբացվեցին։ Չեմ կարծում որ կբացվի, բայց դե չեղած տեղը կաղամբնել է միրգ, ասում ենք և շարժվում առաջ։
Սիրելի մարդիկ, մեզ մոտ նոր օր է բացվել։ Երեկ երեկոյան, երբ որ ես պատրաստվում էի այս վլոգը տեղադրել, մոնտաժեցի ամեն ինչ պատրաստ էր ու հասկացա, որ նորից նույն սխալն եմ գործելու, այսինքն սխալ չի իրականում, բայց թյուր կարծիք է ստեղծվելու, քանի որ մի քանի վլոգ առաջ, երբ որ ես ներկայացնում էի, էլի հագուստների գնումներ էի արել ու ասում եմ իմ աղջիկը, շատ շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ես ունեմ աղջիկ Հայաստանում։ Ճիշտն ասած, կարելի ասել, որ այո, ես ունեմ աղջիկ Հայաստանում, բայց հիմա ինձ թվում էր դա պարզ է բոլորի համար, սակայն կային մարդիկ, որ մի փոքր սխալ էին հասկացել։ Հիմա կհաստատեն բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ վայելել են այն բերկրանքը, որ ունեն այն հորաքույր, մորաքույր կոչումը կամ հորեղբայր, մորեղբայր։ Մի խոսքով կհասկանան բոլորը, ովքեր ունեն քրոջ երեխա, եղբոր երեխա, որ նշանակություն չունի քո երեխան է, թե քրոջդ կամ եղբորդ երեխան է, դու սիրում ես իրենց հարազատի նման։ Ես էլ սովորություն ունեմ միշտ հեռախոսով էլ որ խոսում եմ, միշտ ասում եմ իմ աղջիկը, ոնց է իմ աղջիկը, մի խոսքով ծնողներս հետ էլ որ խոսում եմ, ասում եմ ոնց է իմ աղջիկը, իմ Վիկուլը, այնպես որ սիրելի բարեկամներ, ուղղակի իմ աղջիկը չի, իմ կենսաբանական աղջիկը չի, բայց ես սիրում եմ իրեն այնպես, ինչպես որ կսիրեի իմ աղջիկան, սիրելիներս։ Ինձ թվում է շատերդ հասկացել եք, Հայաստանը որ գնում ենք, տեսնում եք, որ ունեմ եւ իմ Վիկուլին եւ իմ Էդմոնին, իմ եղբոր երեխաներն են, ում ես երկուսին էլ շատ սիրում եմ աշխարհի չափ, ինչպես որ բոլոր հորքուրները, մորքուրները, քեռիները եւ հորեղբայրները։ Ինչևէ ընկերներ ջան, որպեսզի այսպես սխալ կարծիք չստեղծվի, երեկ էլ վլոգը մոնտաժում էի ու ասում եմ նոր սովորության համաձայն, ասում եմ իմ աղջիկա համար գնել եմ ու հետո հասկացա, որ այն մարդիկ, ովքեր մի փոքր սխալ էին հասկացել, գուցե այդ կարծիքը ավելի ամրապնդվի իրենց մոտ եւ թյուր կարծիք, այսպես ասած, ստեղծվի եւ տարածվի։ Ընկերներ ջան, չնայած չեմ վախենում, որ տարածվի, բայց դե ամեն դեպքում, որպեսզի պարզ լինի, իմ հարազատ աղջիկը չի, ես ունեմ 1 երեխա, իմ Ալեքսանդրն է։ Այսքանը սիրելի բարեկամներ, այսքանը, հիմա արդեն հանգիստ կարող եմ վլոգը ոնց որ փակել, բայց հիմա նաև մի հատ շատ լավ ու շատ երկար սպասված նորությունով եմ ուզում կիսվել ձեզ հետ, գուցե ձեզանից շատերը տեղյակ լինեն այս մասին, գուցե դեռ տեղյակ չեք, ամեն դեպքում ես էլ կհայտարարեմ, ես ինքս ծանոթացել եմ այս հիանալի նորությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի Facebook-յան պաշտոնական էջում, Մխիթար Հայրապետյանի էջում եմ տեսել, որտեղ ներկայացված էր մանրամասնորեն, որ YouTube-ը այսուհետ գալիս է Հայաստան, այսինքն գործելու է նաև պաշտոնապես գործելու է նաև Հայաստանում, ինչին որ մենք շատերս երկար սպասել ենք, երկար տարիներ, ես նույնիսկ հույսս կորցրել է, ինչքան ուրախ եմ դրա համար, թե ինչքան սպասված լուր է, թե ինչքան մեծ հնարավորություն կարող է ստեղծել սա Հայաստանում ապրողների համար, ինչպես նաև դրսում ապրող հայերի համար եւս սա հիանալի նորություն է, ամեն դեպքում ես շատ ուրախ եմ այս նորությունից ու ուզում եմ անպայման ձեզ հետ էլ կիսվել, որ եթե տեղյակ չեք, իմացեք, նոյեմբեր ամսին անցել է առաջին փուլը եւ արդեն 3 կարդացի, որ նաեւ երկրորդ փուլն է անցել եւ կարծես թե YouTube-ը եւս հայտարարել է, որ շուտով գործունեությունը սկսելու է նաեւ Հայաստանում։ Ընկերներ, սա հիանալի շատ երկար սպասված նորություն է, հենց կհասկանան այս ոլորտի մարդիկ եւ ինչու՞ չէ, բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են բլոգինգով եւ վլոգինգով, սա նաեւ հիանալի նորություն է։ Մի խոսքով, սիրելի ընկերներ, շնորհավորում եմ մեզ եւ ձեզ բոլորիդ։ Իդեպ, քանի որ այսպես թեման բացվեց, նաեւ ասեմ, որ ինձ շատերը մոնքը երբ որ սկսեց, երբ էր նոյեմբեր ամսին էր, թե դեկտեմբեր ամսին էր, մրցանակաբաշխություն էր սկսել ու ինձ հատ առ հատ շատերը տեք գրել, Լիանա ջան, չես մասնակցում, ինչի չես մասնակցում,
Ընկերներ ջան, սենց էլ պատասխանեմ այդ հարցին, ես չէի հասցնում պատասխանել նույնիսկ այդ հարցին, մի անգամ այսպես կպատասխանեմ, քանի որ ես ճամփորդում էի, իրականում Մոնքի մրցանակաբաշխությունը շատ կուզենայի մասնակցեի, իրականում ինքը հայտ էր, բաց էր բոլորի համար, պարզապես հարկավոր էր հայտ լրացնել, թե քո անունը, ալիքի անունը եւ թե կոնկրետ որ նոմինացիայի համար ես պայքարում, այսպես ասած, պետք է ուղղակի նշեի, ենթադրենք վլոգների, հա, 2 նոմինացիա կարելի էր ընտրել, այն ինչը որ ոլորտում որ դու ես, եւ արդեն քո հետևորդներին տեղեկացնել, որ դու եւս մասնակցում ես եւ խնդրիր, որպեսզի իրենք քո համար ձայն տային, այսպես ասած։ Ես քանի որ ճամփորդում էր, դա էր պատճառը, որ ուղղակի ժամանակ չունեի, այն մի վայրկյան նստեի, շունչ քաշեի ու թեկուզ այդ լրացնեի բոլոր այդ պահանջվող կետերը, երևի թե ինձանից կխլեր ընդամենը 2 րոպե, շատ ժամանակ չէ, շատ պարզ էր ամեն ինչ, էլի ինքը բաց էր, շրջում էր, որ ովքեր որ ցանկանում են կարող են մասնակցել, այնպես որ դա էր պատճառը, որ չհասցրի։ Ես այդ օրերին վերադառնում էի Հնդկաստան Հայաստանից ու ուղղակի ժամանակ չունեցա, դա էր, բայց շատ շնորհակալ եմ, որովհետև բոլորդ գրում էիք, ասում էիք Լիաննա ջան, ինչի՞ չես մասնակցում, մասնակցիր կամ որպեսզի մենք էլ քեզ ձայն տանք, սիրելիներս, դա էր միայն պատճառը, որ ճամփորդությունը եւ թե ձեզանից շատերն էլ կռահել էին, որ ոնց որ ճանապարհի վրա եմ ուղղակի չեմ հասցնում կամ գուցե չգիտեք պայմանները, թե ինչպես է, որ մասնակցությունը ինչպես է եղել։ Այդպես ընկերներ ջան, սա այսքանը, այդ հարցին էլ միանգամից պատասխանեցի, բայց ամենակարևոր հարցը հենց նա էր, որ իսկապես հասել է Հայաստանը այն կետին, որպեսզի կարողանա պայմանավորվածություն ձեռք բերի եւ YouTube-ը գործի նաեւ մեր մոտ Հայաստանում, ինչը հնարավորություններ կտա թե Հայաստանում ապրողներին, թե նաեւ դուրսում ապրողների համար, ինչու ոչ։ Այդքանը ընկերներ ջան, լավ մնացեք, ես ձեզ սիրում եմ շատ, կհանդիպենք արդեն մեր հաջորդ վլոգում։ Պաչիկներ եմ ուղարկում, եթե էլի հարցեր են լինում կամ ինչ-որ հարցի շուրջ կասկածներ եք ունենում, գրեք իհարկե, որպեսզի ես էլ իմանամ եւ պատասխանեմ այդ հարցերին։ Այսօրվա վլոգը այսպես ուրախ նոտայով կփակեմ եւ կհանդիպենք արդեն մեր հաջորդ վլոգում։ Լավ մնացեք, առողջ եղեք, եղեք պոզիտիվ, կհանդիպենք։ Բայ բայ։